զոհ ենք դարել, այն ժամանակ եղել է 8-ից 15 տարի ուսումա, հոդվածը 104-ը, մենք բոլորս ամենամեծամասնությունը այդ հոդվածի զոհ ենք դարել, այսինքն հիմա մարդիկ կարող 3 սպանությունով գան ստանան 17 տարի, 18 տարի, մենք մի սպանությունով ուսումա ենք ստացել, համաչափությունը որտեղ է ամենում, արդարությունը, ու մեզ բոլորից տարան հոդվածները փոխեցին, տարան համաչափություն արեցին, նորից բոլորին թողեցին նույնը, ոնց նայենք, ոնց են արդարությունը որտեղ ամենում, կամ նույն ձեր խմբագրությունով ինտերվյու տվեցին, ինտերվյու գործ հարուցեցին, ՀԿՑ-ով, եկան գործը քննեցին, ձեր գործը քննել է մի հատ ուրիշ քննիչ, ամենավերջում փոխվում է մի հատ ուրիշ քննիչ է գալի, գործը կարճում է հանցակազմի բացակայությունով, բայց ոնց է կարճում, այսինքն հանցանք կա այնտեղ, այսինքն իրանք հիմա մեր մոտ ոնց Հայաստանում նայում են խոշտանգում, եթե ծեծել են, կարանք ապացուցենք խոշտանգում, այսօր ով կարող ապացուցի 15 տարի առաջ իրան ծեծել են, թե չէ ոչ մեկ, բայց մենք ով ապացուցել ենք, որ ես 4 ամիս չեմ լողացել այդ բաժնում, այսինքն պետությունից թուղթ ունեմ, որ ինձ ապօրինի են պահել 106 օր բաժնում, որ շաբաթ կիրակի ինձ հաշ չեն տվել, դա էլ չէ խոշտանգում։ Դա որտեղ։ Գորիսի բաժնում։ Ու դա էլ է խոշտանգում, այսինքն հիմա ես ելիք նախարարին հարց տվեց, ես 106 օր ինձ ապօրինի են պահել, պետությունը ինձ թուղթ ուղարկել, որ քննություն ենք տարել, պարզվել է, որ քեզ ապօրինի ենք պահել, դրա համար միլպետին տուժ ենք տվել, միլպետները մեռել է, հետմահու տուժ են տվել, իրան ինձ սմա են տվել։ Այդ տուժը ինձ բան չի տալ, հիմա հարցս նախարարին տվեց, ասում 106 օրվա ընթացքում կատարված ցանկացած քննչական գործողություն իմ հետ ապօրինի է, թե չէ, եթե ինձ ապօրինի են պահել, ասում հա։ Հա կամ չէ, ոչ թե իրավաբանորեն կարան բոլորը պատմություն պատմեն, թե ինչ է։ Եթե հա դրանից ձեռք բերված ապացույցները ապօրինի է, թե չէ։ Ցանկացած իրավաբան կհասկանա, այո, եթե հա ուրեմն վճռել է ապօրինի։ Ինձ վրա մի հոգու ցուցմունքով դատել են, այդ մի հոգին էլ 106 օր ընդերել է։ Ծեծ ու ջարդով գրել է։ Իրանն էլ են ապօրինի պահել, այսինքն իր ցուցմունքն էլ ապօրինի։ Հիմա քո խնդիրն է, որ ցման դարձնեն ինչ-որ ժամկետով, ճիշտ եմ հասկանում։ Вообще արդարացնեն իմ խնդիրը, ես вообще չգիտեմ ինչի համար եմ ստել ստաց, այսինքն մահացող մարդուն կյանքից մեջ տեսած չկա։ Ու անցել է 17 տարի, հիմա կուզենամ, թե կուզես նյութը մահացողի հարազատներն էլ տենան, իրանք եկել են դատարանում իմ վրա ցուցմունք են գրել, որ ես իրաց տուն եղել եմ, որտես բան չի եղել, երևի իրանք է կհասկանան, ոնց իրանք գիտեն ոնց է եղել սա, այսինքն դատախազն է իրանք կան չասեք, եք ցուցմունք տվեք, թե ինչ, ուժել իրանք չեն ուզում իմանան ինչ է եղել եղելությունը, իրանք հանգիստ է, որ մեկը նստած է, այսինքն ես չնեմ, Պողոսն էր, Պետրոսն էր գար նստել, իրանք ինքան որ հանգիստ են, եթե իրանք համար կարևորող ասպան։ Դա աղաժամկետների ռեժիմի հարցն է, որ շատ դժվար է աշխատում, չի աշխատում, բայց հիմա խոստացել են, որ աշխատում են այդ ուղղությամբ, տեսնենք ինչ կլինի, խնդիրները բարձրացնել ենք, խոստացել են, որ զբաղվում են, ու տեսանելի շարժ կա ամեն դեպքում, որ դեպի դիմել ես վաղաժամի համար։ Վաղաժամի համար էլ շուտ է, ես մինիմում 3 տարի մոտավորապես որ դիմեմ, բայց ես բազմիցս դիմել եմ մտա, որ գործի մեջ սխալներ կա, այսինքն ասում են նոր Երևան եկած հանգամանքներ բերեք, բերել ենք նոր Երևան եկած հանգամանք, այսինքն դատաքննության ընթացքում չքննված ինչ-որ բան կոչվում է նոր Երևան եկած հանգամանք, հիմա այդ դատաքննության ընթացքում չի քննվել, որ ես 106 օր դե ապօրինի եմ պահվել, հիմա կա այդ թուղթը, բայց ոչ մեկ չի նայում, ինքը կամք չկա, որ իրանք չունեն այդ կամքը, որ գործերից նայեն, այսինքն ես Զենյալյանն արտակն է, որ նախարար եմ վաղ իրա հետ եմ հանդիպել, իմ հարցը դուք հավատում եք, որ մտածում եք, որ այս բերդերում ամեղ մարդիկ կան նստած, թե չէ։ Մենակ սմաները չէ, դատված վերջը, այդ դատական սիստեմը սխալներ ունի, թե չունի։ Եթե ունի, ընդունում եք, ցույց տվեք, գույնը մի քանի դեպք, որ հետ եք նայել, տեսել եք սխալ են դատել։ Բոլոր սմաներին ճիշտ էին դատել։ Չէ, ինչ թվում։ Դու Գորիսից ես։ Չէ, Չարացարանից։ Գորիսի գործն է, գործը սպանությունը Գորիսում է։ Դու եղել ես Գորիսում այդ բանում, բայց ո՞նց են քեզ վերագրում։ Ցուցմունքով մի հոգի ցուցմունք տալի, որ ես եմ եղել, այսինքն միջև այդ մի հատ տաքսի ենք նստել գնացել ենք Ղարաբաղ եկել ենք փողը չենք տվել տաքսիստի, հետո մահացողի հարազատներից մեկը նստում է տաքսին, ասում է իմ հարազատն էր գնացել Ղարաբաղ, հետ չի եկել սպաներն են, ասում է երևի ես գիտեմ էդի ով էլ ասում են իրանք ու տենց մենք հայտնվում ենք Մեղադրյալի բանում ու գալիս ենք ստեղ։
Դու ես մենակ գործով մենակ եմ դատվել, բայց գործով մարդ կա այդպես, որ ասում ես ինքը իրար հետ ենք եղել, գնացել ենք, ես կայացած եմ եղել, ինքը տվեց բաները, բայց իրան մեղմացուցիչ ենք իրարում ուրիշ գործերով, որ այս գործով աջակցում եմ։ Ճանաչում ես իրան։ Ու ես այս ընթացքում որ ես նստած եմ եղել, ինքը 5 անգամ եկե գնացել է ուրիշ գործերով, դատվել է, ազատվել է, այսինքն իր ուսմունքը ավելի արժանահավատ կտան։ Հիմա քո խնդիրն է, որ այդ 6 օրվա բանը քննվի, հա։ Հա, որ ինքը նայեք, օրինակ ես այնքան ուսումնասիրել եմ եվրոպական կոնվենցիայով, մենք հիմա դեպի Եվրոպա ենք գնում մեր երկիր։ Եվրոպական կոնվենցիայով եթե պահման վայրը դաժե չի համապատասխանում ստանդարտներին, դե խոշտանգում է համարվում։ Հիմա ես ապացուցել եմ, որ ինձ ոչ նորմալ պայմաններում են պահել, այսինքն ինքը որպես խոշտանգում պետք է գնահատվի այդ արարքը, այսինքն 4 ամիս ես չեմ լողացել։ Իմ սենյակում զուգարան չի եղել, որտեղ ես ապրել եմ 4 ամիս։ Ինչ շաբաթ կիրակի հաշ չեն տվել, որտեղ ճաշարանը Գորիսի քաղաքապետարանից են իրանք սնունդը ստացել, շաբաթ կիրակի չի աշխատել, չեն տվել, ասում աշխատող ասում հիմա դու դրանով ինչ կարաս անես այդ 6 օրվա բանով։ Ուղղակի բանը դատախազությունը դի կամք ունենա, որ իրանք ընդունեն, որ այո սխալ ա եղել, բերեն քննեն, թեկուզ այդքան դատարան նորից տանեն դատարան։ Բայց բացի այդ մենակ իմ գործը չի, ընդհանուր ծմանների գործը։ Դու քո մեղքը ընդունել ես, թե՞ ոչ։ Ուղղակի նայեք, ծմանների մեջ ընդհանուր շատ գործեր կա, որ պիտի բոլոր հատկազը, որ չի ընդունել իր մեղքը, ինձ թվում է պետք է մի հատ գոյնե հանձնաժողով ստեղծեն կամ ինչ-որ մի հատ գործիքակազմ ստեղծեն, նայեն այդ գործերը։ Այսինքն այն թվերին, կրնած սալդատների քանի հատ բանակի գործ կա, բոլոր գործերը ուսումնասիրեք, ամենավերջում սա նույն ձեռագիրն է, նույն հոդվածները։ Ոչ թվին ա եղել։ Իմս 2008։ Նայեք 2008-ից 2010 թիվը ստատիստիկան է քանի հոգի են ծմադատվել։ Ու նայեք 2011-ից մինչև 2025 թիվը։ Ոնց է տեցել։ Դատավարությունը երբ է բան եղել։ 2009 սեպտեմբերի 1-ից։ Չեք բողոքարկել։ Բողոքարկել եմ, վերաքննիչ դատը 7 րոպե է տևել։ Բա մի հետ։ Չէ։ Ինչի։ Եվրոպական դատան չեմ դիմել, հնարավորություններ չի եղել։ Բա հիմա ինչ չեք դիմում։ Հիմա ժամկետներ են բաց թողել։ Այսինքն այդ ժամկետներն էլ աբսուրդ, մենակ ժամկետները բաց թողել, այսինքն ինչ է նշանակում, եթե դուք ես դրա համար հարց տվեցի նախարարին, եթե իրանք իմանան, որ ես ամեղ եմ նստած դե, բայց այս ժամկետներ են բաց թողել, իրանք ինձ թողել ես թե ես մնա, ոնց հասկանանք, եթե դուք գիտեք մարդը ամեղ նստած է, բայց հասկանում եք, որ մարդը ամեղ է, բայց մարդը ինչը իրավաբանական գիտելիքներ չի ունեցել, բացա թողել ժամկետներ, պիտի մնաս դե, աբսուրդ է։ Փաստաբան չես ունեցել այդ։ Ունեցել եմ, լավ փաստաբան չի եղել, փաստաբանը օգնել է իրանց ավելի շատ քան։ Բարձր։